Պետությանը 523 միլիոն դրամի վնաս հասցրած գործարարը կալանքից ազատվել է 40 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիմա էլ կառավարությունը ընդունել է 30 միլիոն դրամ նվիրատվությունը։ Հատկանշական է, որ այս պահին շարունակվում է քրեական վարույթը։ Իսկ Գալստյանի նվիրատվությունը կարող է արդյոք ընկալվել որպես մեղմացուցիչ հանգամանք։ Կարող է հետագայում բաժի կերման բաժի նշանակման համար մեղմացուցիչ հանգամանք դիտարկել։ Այդ մարդը այդ վարկագծը դրսևորել։ Իրավական տեսանկյունից նման նվիրատվությունը չի կարող ուղղակիորեն ազդել քրեական գործի ընթացքի վրա։ Դատական գործընթացներում որոշումները հիմնվում են օրենքի վրա եւ բարեգործական քայլերը չեն կարող փոխարինել իրավական պատասխանատվությանը, բացատրում է իրավաբանը։ Սակայն որոշ դեպքերում դատարանները կարող են հաշվի առնել մեղադրելի կատարված դրական գործողությունները որպես մեղմացուցիչ հանգամանք։ Իսկ մտահոգիչ է, որ մայրն անձնավորությունը նվիրատվություն է անում Հայաստանի Հանրապետությանը, այսինքն երկու կոմպոնենտ կա, մեկը նորից հասկանանք այդ նվիրատվության առարկա ռազմական տեխնիկան ինչ բնութագրիչներ ունի եւ կարող է ցուցակել մի օր խնդիրներ առաջանա օգտագործման ժամանակ եւ այո քրեական գործերով անցնող անձանց կողմից պետությանը կատարվող նվիրատվությունները բավականին մտահոգիչ են։ Դավիթ Գալստյանը պետական միլիոնավոր դոլարների վնասի գործով ներկայիս իշխանության օրոք է հայտնվել քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում, սակայն նրա դեմ հարուցված գործերից հետո վերականգնվել է վնասի մի մասը։